Խոսում են դղյակներից ու հատուկ ուզում եմ անդրադարձ կատարեմ, որ պետական չինովնիկն է անվտանգության աշխատողներով հանդերձ ապրում Վագնի թաղամասում դղյակում։ Կարող է պարզվում ԱԱԾ-տնօրեն Սիմոնյան Անդրանիկն է։ Չէ, հարց եմ տալիս ես։ Իսկ Սիմոնյան Անդրանիկ առավոտ շուտ Ալֆային ուղարկելու 3 անչափահաս երեխաներով տուն, մի հատ Ալֆային ուղարկեն տեսնեն Վագնի թաղամասում, որ այսօրվա գործող չինովնիկն է ապրում, ում անվտանգությունը առավոտ շուտ մի քանի օր գնացեք կանգնե տեսել եմ։ Ուղղակի գնահատում եմ իրավական, այդ իրավունք ունեմ գնամ նկարելու հրապարակելու, թե չէ։ Այդ չի ձեր կոռուպցիայի դեմ պայքարը։ Հաջորդը Վագնի թաղամասից խոսեցի, ակնկալում եմ Սերան Օհանյանին հիշեք։ Մտեք հաջորդիվ։ Երբ որ բանակը քննադատում եք, որոշ մարդկանց դառը հիշողության մեջ հետ թողած Մելքոյան Գագիկի նոյ թաղամասի դղյակը տեսել եք, որ ապրում է, Լեքսուսով էլ գնում գալիս է։ Եթե չգիտեք, կօգնեմ տանտեղը կտանեմ ցույց կտամ։ Այդ վենդետան սերունդեսերունդ կշարունակվի։ Իսկ մեր երկիրը խոսք եք տվել, ուղիղ դուք խոսք եք տվել, որ պիտի սիրո ու համերաշխություն լինի։ Եթե կա մեկը, ով թալանել է, անարդարություն է արել, օրենքին դեմ բան արել, պիտի պատասխան տա, բայց անտրամաբանական է Ալֆա ջոկատը ԱԱԾ-ի ուղարկել 3 անչափահաս երեխաների հետ տանը։ Այն պարագայում, որ բոլորը գիտեք, որ ոչ մեկ չի փախնում, ոչ մեկ չի գնում, վերջ դրեք այս թշնամությանը, դա լավ տեղ չի տանում։